Էլի գործընկերներ, շնորհակալություն, որ 2025 թվականի տարեվերջի հավաքանու լիստի ներկայացման համար, շնորհակալություն ամբողջ տարվա միջին լավ աշխատանքի համար, այսօր վերջում շնորհավորանք, վերջում կասենք բոլորս, հիմա անցնենք պաշտոնական գործընթացին։ Ես ներկայացնեմ նախագիծը Տավուշի մարզի Բերդ համայնքի հավաքանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի 6-րդ նստաշրջանի հերթական նիստի օրակարգի նախագիծը։ Առաջին, Տավուշի մարզի Բերդ համայնքի 2025 թվականի տեղական բյուջեի փոփոխություններ կատարելու վերաբերյալ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2025 թվականի տեղական բյուջեի փոփոխություններ կատարելու վերաբերյալ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին հավաքանու թիվ 119-ին որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ Բերդ համայնքի բնակավայրերու խմելի ջրի վարձավճարների զեղչի մասին Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակիչների անվամբ գրանցված շարժական և անշարժ բուրգերի, հողերի և բուրգի վարձավճարների հարկերի արտոնություններ տրամադրելու մասին, Բերդ համայնքի հավաքանու անդամի իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց ամսական դրամական փոխհատուցում ստանալու կարգ հաստատելու մասին, Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող ճաշարանը և ծածկվող համասով Արմեն Մանվելի Գրիգորյանին օտարելու մասին, գյուղատնտեսական նշանակությամբ 11-061-02-07 0002 ծածկագրով 0.8 հեկտար մակերեսով վարելահող համոզութային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին, Հայաստանի Հանրապետությանը վարձակալությամբ տարածք տրամադրելու պայմանագրի փոփոխություն կատարելու մասին, գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ 11-061-02-33-0002 կադաստրային ծածկագրով 1.64 հեկտար մակերեսով հողամասն աճուրդով օտարելու մասին, գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ 11-002-02-19-0003 կադաստրային ծածկագրով 0.23 հեկտար մակերեսով հողամասն աճուրդով օտարելու մասին, գյուղատնտեսական նշանակությամբ 11-gյուղատնտեսական նպատակային նշանակությամբ 11-002 գյուղատնտեսական նշանակությամբ 11-010-011 ծածկագրով 0.88 հեկտար մակերեսով վայելահող ամուսնութային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակավայրերի Տավուշ 3, Տավուշ 4 գլխավոր հատակագիծը հաստատելու մասին, Անատոլիա Սերոժայի Հովակյանի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով հողամաս օտարելու մասին, գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ 11-002-02-33-0030 կադաստրային ծածկագրով 0.13 հեկտար մակերեսով հողամասն աճուրդով օտարելու մասին, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.02 հեկտար մակերեսով հողամասն աճուրդով օտարելու մասին, գյուղատնտեսական նշանակությամբ 11-060-01-20-0025 ծածկագրով 5.01 հեկտար մակերեսով վարելահող ամուսնութային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին, գյուղատնտեսական նշանակությամբ 11-060-01-20-0024 ծածկագրով 2.5 հեկտար մակերեսով վայելահող ամուսնութային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին, գյուղատնտեսական նշանակությամբ 11-047-01-92-008 ծածկագրով 0.28 հեկտար մակերեսով վայելահող ամուսնութային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին, Արսեն Արամայիսի Ադամյանի սեփականությունը հանդիսացող 11-002-0238-0023 ծածկագրով հողամասի նպատակային նշանակությամբ փոփոխությունը հաստատելու մասին, գյուղատնտեսական նշանակությամբ 11-010-03-84-0016 ծածկագրով 0.17 հեկտար մակերեսով վարելահող ամուսնութային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին,
Գյուղատնտեսական նշանակության 11 010 0384 0018 ծածկագրով 1.1 հեկտար մակերեսով վարելահողը մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.13 հեկտար մակերեսով հողանաց լաճուրդով օտարելու մասին, գյուղատնտեսական նշանակության 11 046 011 0116 0084 ծածկագրով 0.6 հեկտար մակերեսով վարելահողը մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին, Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող ավտոտնակը հողամասով Անահիտ Էդիկի Քոսակյանին օտարելու մասին, Տավուշի մարզի համայնքի 7-րդ նստաշրջանի առաջին նիստի գումարման օրը սահմանելու մասին և հարգելի գործընկերներ ունենք հավաքանում ներկայացված հրատապ հարց, որը ձեր հաստատման հիման վրա կներկայացնենք հավաքանում քննարկմանը Բերդ համայնքում 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին։ Ահա նշված օրակարգով այսօր կաշխատենք։ Ովքեր են կողմ նշված օրակարգով այսօրվա աշխատանքն իրականացնելու համար, դեմ, ձեռնպահ, խնդրում եմ բոլորդ քվեարկությանը մասնակցել, դեմ, ձեռնպահ, եթե չունենք, գրանցեցինք համաձայնությամբ և սկսեցինք առաջի հարցից։ Առաջի հարցի համար խնդրեմ Գերավալյան ձեր Բարեցես, ղեկավարվել նորմատիվ իրական ակտերի մասին օրենքի 34-րդ հոդվածով տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասին 5-րդ կետով բյուջետային համակարգի մասին օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով Տավուշի մարզի Բերդ համայնքի հավաքանում 2024 թվականի դեկտեմբերի 25-ի Տավուշի մարզի Բերդ համայնքի 25 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին 438 N որոշման մեջ և հավելվածներ 1-ում և 6-ում կատարել հետևյալ փոփոխություններ։ Համաձայն կառավարության 1507-2021 թվականի թիվ 1169 N հրամանի 1007-2025 թվականի թիվ 921 որոշման, ինչպես նաև Տավուշի մարզի Բերդ համայնքապետարանի և Տավուշի մարզպետի աշխատակազմի հետ կապված թիվ 2 և թիվ 3 դրամաշնորհների պայմանագրերի Բերդ համայնքի բյուջեի եկամտային մասը հատված 1 այլ եկամուտներ տող 1393 ավելացնել 12 միլիոն 194,700 դրամով, իսկ ծախսային մասում 886,700 դրամով հատվածպես տող 0905 արվատախորհրդական դաստիարակություն կամավոր ապաստավորում և 11,308,000 դրամ հատվածպես տող 0901 նախագծական կրթություն 1.5-5 տարեկան երեխաներին առանձնահատուկ պայմաններ ապահովելու համար։ Երկրորդը համաձայն կառավարության 18/2025 թվականի թիվ 1891 N որոշման Տավուշի մարզի Բերդ համայնքին հատկացված 419,678,500 դրամի կապիտալ սուբվենցիայի գումարն ավելացնել Բերդ համայնքի բյուջեի եկամտային մասի հատված 1 կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ ստացված կառավարման այլ մակարդակներից տող 1261, իսկ ծախսային մասում 60 միլիոն դրամ հատված 6 տող 25-21 գոյողագծերի միացման աշխատանքներ և 350 միլիոն 678,500 դրամը հատված 6 տող 24-25 ճանապարհների կապիտալ վերանորոգում։ Համայնքի բյուջեի եկամտային և ծախսային մասերը համապատասխանաբար ավելացնել 422 միլիոն 873,200 դրամով։ Շնորհակալություն, ովքեր են կողմ, եթե հարցեր չկան։ Դեմ, ձեռնպահ, շարունակեցինք Գերավալյան։ Ուրեմն հաջորդ հարցը նորից Տավուշի մարզի Բերդ համայնքի 25 թվականի տեղական բյուջեի փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Ուրեմն Բերդ համայնքի հավաքանով 24 թվականի դեկտեմբերի 25-ի Տավուշի մարզի Բերդ համայնքի 25 թվականի տեղական բյուջեի հաստատելու մասին
որոշման մեջ հավելվածներ մեջում և դեպքում կատարել հետևյալ փոփոխությունները համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 27/03/25 թվականի թիվ 356 L որոշմամբ բուսաբուծության աջակցության 25 թվականի ծրագրի շրջանակներում Բերդ համայնքի կառնանացան մշակաբույսերի ցանկ իրականացրել ծառայողներին տրամադրվող 1.398.028 դրամը ավելացնել բյուջեի եկամտային մասի հատված 1 այլ եկամուտներ տող 1393 նույն ծրագրի շրջանակներում ծրագրի մոնիտորինգի իրականացման համար տրամադրված 41941 դրամը եւ կառավարության 25 թվականի մայիսի 8-ի թիվ 569 L որոշմամբ հաստատված սպանդանոցների կողմից մատուցվող խոշոր եւ ջրավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի 6-րդ կետի համաձայն շահառուների փոխհատուցման ենթակա գումարների 3%-ի շրջանակներում ստացված դիմումների ուսումնասիրության եւ մոնիտորինգի իրականացման համար նախատեսված 22500 դրամ գումարներն ավելացնել բյուջեի եկամտային մասի պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեի տրամադրող այլ դոտացիաներ տող 1256 իսկ ծախսային մասում հատված 6 գյուղատնտեսություն տող 2421 հոդվածում համայնքի բյուջեի եկամտային եւ ծախսային մասեր ավելացնել 1.462.500 դրամով եւ հաստատել Շնորհակալություն։ Տիգրան ջան, մենք կարդալում բոլորս կարդացել ենք, ուղղակի ինձ թվում է թե առաջինում էլ կբացեք այդ կարդացած փոքրագծերը։ Հիմա էլ կբացեք, կարդալու բաժինը թողում ենք արդեն կարծում եմ բոլորը կարդացել են։ Ուղղակի բացեք, մարդիկ հասկանան ինչ որ է ստանում, էլի այդքան բանավոր գուցե ներկայացնես։ Այսօր ներկայացնում ես ներկայացնում թե Ընդհանրապես, ուղղակի կարդաց թողեք, իսկ թվում է պետք է մեկնաբանություն լինի։ Ուղղակի մեկնաբանություն ինչի վերաբերյալ։ Ինքը բանավոր ներկայացնի, դե կարդաց թողեք։ Բանավորը նիստ քննարկել ենք մանրամասն, բայց դեպի անդրադառնամ ընդհանուր առաջի հարցը վերաբերում է ուրեմն պետությունը մանկապարտեզներին դեռ հատուկ սահմանված կարգով որոշակի սուբսիդավորում է իրականացնում հատուկ պայմաններ ստեղծելու եւ այլնի համար գերեւի տեղեկացված եք նաեւ մենք ունենք արվեստի դպրոցից հավաստագրված ուսուցիչ որի գումարը պետությունը հավելավճարի ձևով տալիս որ փոխանցեն իսկ եւ մարզադպրոցում մի ուսուցիչ ընդհանուր երկու ուսուցիչ չէ Իսկ սուբվենցիաների մասով կառավարությունը իր պարտականությունների մասն է կատարում, կառավարության կողմից իրականացվող սուբվենցիաների ներդրման իր մասնաբաժնի այս պահին ավարտած ծրագրերի մասով իր մասնաբաժնի վճարումն է իրականացնում։ Ընդհանուր առմամբ դրան է վերաբերում։ Ծրագրերն էլ շատ են, բազմաթիվ են։ Եթե ավելի կոնկրետացնող հարց տաք, ավելի մանրամասն Ինչ նշանակում ծրագրերը շատ են։ Ծրագրերը բազմաթիվ են, տարբեր գյուղերում, Բերդ համայնքում։ Ո՞ր կետին է վերաբերում դա։ Վերաբերում է ուրեմն Բերդ համայնքի համալսարանի գորգագծի։ Վերաբերում է Բերդ համայնքի Վիլհեմ Մաթևոսյան փողոցի Բերդ քաղաքի, Ալեք Մանուկյան փողոցի, Մշակույթի տան հարակից շուկապատմանը ջրայրացման կառուցմանը, Խորենացի փողոցի դեպի դպրոց հատվածին, Խորենացի փողոցի դեպի մեր հայտնի շուկա հատվածին, Վարդանանց փողոցի 90 մետր հատվածին, Մոսես բնակավայրի առաջ փողոց, երկրորդ փողոց, Ալֆաբետ չընթացքի մեջ երևակայես կամ համաֆինանսավորման շարժ համայնքի պարտականությունը կատարել է նշված փողոցների շինարարական աշխատանքներն են, որը ավարտման, կարելի ասած ավարտման փուլում է 95 եւ ավելի տոկոս, որն էլ 80 եւ ավելի տոկոս մասնաբաժիններն է տրամադրել կառավարությունը։ Երկրորդ հարցը որն է երկրորդ հարցը։ Մեկ էլ բան այդ գյուղատնտեսության փողերի Ծորենի հետ հավաստագրված սերմացությունների հետ կապված ուրեմն որ իրականացել է կառնանացանին վերաբերում ամենագութ շահառու են ունեցել, այդ շահառուների փոխհատուցողների գումարն է
Երևակայական, եթե հարցը դրանց է վերաբերում։ Շահարուն ինչ շահազու։ Շահարում մեր բնակիչներից նրանք են, ովքեր որ ցանկություն են հայտնել մասնակցեն կոնկրետ զարմանացանի հավաստագրված սերմացիով իրականացմանը, ներկայացրել են համապատասխան փաստաթղթեր, համայնքը պայմանագիր է կապել շահառուների հետ, թվով 8 միլիոն 300,000 դրամ սահմանով։ Թվով 8 պայմանագիր համապատասխան ձևով ներկայացվել է կառավարությունը մոնիտորինգ գնահատվել է նորմալ է փոխհատուցման ենթակարգումներն է հիմա փոխանցում որպես տրամադրվի ողջ շահառուների։ Աշնանացաններ կա, ավելի ակտիվ աշնանացան մասնակցությունը։ Բնակչությունը տեղեկացված է, տեղեկացվելուց հետո է Տնարկում ունեցան, Պարոն Մակարյանը հրավիրեց համապատասխան մասնագետներ մանրամասն ներկայացրեց ծանոթությունները ոնց է արվել։ Իմ պատկերացմամբ գրեթե բոլորին ովքեր որ հնարավոր է որ զբաղվի վերջի ամենատարբերակ եղել այն որ սա ամբողջ տեղեկացվել է։ Գերմական բոլոր գյուղերում տեղեկացված է։ Ինձ հաղորդեց մեր մանվելը, որ կայքերում տեղադրվել է վարչական տարածքի ղեկավարների տեղակ են պարել։ Մանրամասն գոմրչուտին մասնակցել են ու հավաստագրված համապատասխան կազմակերպությունների կողմից հաստատվում է սերմացում գնի գարի գարնանացան թե աշնանացան ծորերի այլ բոլոր ու ես հետաքրվեցի 25 թվականի աշնանացանի առումով ասեց ավելի շատ է շահառուների քանակը քան գարնանացան գարու եւ այլն ու դրանք եւ Հայաստանից ներկրվող ծորերին վերաբերում եւ Ռուսաստանից որ ներկրվում է Հնարավոր բոլոր միջոցներով համայնքին հասանելի ծանոթվել է, սա նաև կառավարության կողմից, առաջնային հերթին կառավարության կողմից իրականացվող ծրագիր է, պետական, մասսայական, լրատվական միջոցներով էլ է ինքը բավականին լավ գովազդվել, տարածվել, ըստ էթերի մասնակցությունը տարբեր խնդիրների հետ է կապված, կարող քննարկենք հետագայում։ Առաջին հերթին իհարկե արդյունքի շահավետությունից իմ կարծիքով որ այս ամեն ինչի արդյունքը մեն շատ մարդիկ ասում են ավելի լավ մենք առնենք այդ արտադրանքը կոնկրետորեն, քան թե գնանք չարչարվենք Շնորհակալություն, եթե այլ հարցեր չունենք, քվեարկենք։ Կողմ դեմ դեռնապա Շարունակեցին Գերավալյան։ Ուրեմն հաջորդ հարցը վերաբերում է ուրեմն ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասին 3-րդ կետով նորմատիվ իրական ակտերի մասին օրենքի 33-34-րդ հոդվածներով կատարյալ փոփոխություն Բերդ համայնքի հավաքանու 0 հոկտեմբեր 2025 թվականի 26 թվականի տեղական դուրքերի դրույթ հաստատելու վերաբերյալ համար 119 որոշման մեջ Ուրեմն համայնքի տարածքում տեղական վճարների դրույթ քաչափերի 13-րդ կետով սահմանված ջրմուղ գոյուղի համար այն համայնքներում, որոնք ներառված չեն ջրմուղ գոյուղի ծառայություններ մատուցող օպերատոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում, մասնավորապես ջրամատակարարման եւ ջրահեռացման վճարներ, համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով, ուրեմն ջրաչափ խորանարդ մետր տնտեսություն։ Ուրեմն մենք նախկինում ունեցել ենք 52,000 չափը, հիմա առաջարկվում է 50,500 դրամ չափը, 50 խորանարդ մետրը 50, իսկ ով որ ասենք ջրաչափ չի օգտագործում, որ տնտեսությունը որ ջրաչափ չունի, 2000-ի տեղը փոխում ենք 500 դրամ։ Այսինքն ինչ ասում է։ Թույլ տակ ուրեմն մենք նախորդ տարվա այսինքն ընթացիկ տարվա համար իշում որոշումներ կողմից իրականացվում այն տնտեսությունները որոնք ջրաչափեր չունեն տեղադրված վարձավճարը սարքենք տնտեսություն 2000 դրամ դրա նպատակը որն է ոչ թե թանձրացնենք ավելի եկամ ունենանք այլ բնակչին դրդենք որպես ինքը համայնքի հետ պայմանագիր կապի որ ինքը համաձայնա ջրաչափով անցնի ջրաչափով կառավարման ու դրա հետևանքով փաստորեն մենք մի քանի մեր խոշոր բնակավայրերը
բնակչությունը իր դրական կարծիքը հայտնել է, պայմանագրերը կապել է, բայց մենք ֆիզիկապես համայնքը չի հասցնում հաշվիչներ տեղադրի, ու փաստորեն այս որոշման հիման վրա բնակչի վրա ամեն ամիս 2000 դրամ գոյանում է պարտք, որից մենք հենց ավականու պայմանով 500 դրամն ենք հաշվում իրական պարկ, որովհետև հենց պայմանատներ է, ինքը նոր նմուշի պայմանագիրը կապել է, բայց մենք համայնք որպես պետք է ջրաչափ տեղադրենք, չենք հասցել տեղադրենք։ Նաև ելեմ են բնակավարել, որ օրինակ, չգիտեմ, հուլիս ամսից, սեպտեմբեր ամսից արդեն անցել են բանի ջրաչափով հաշվարկի, ու մինչև հետ գոյացել է 2000 դրամով պարկ, որից 500-ն է։ Որ ավական կողմից համավազ կարգով 500-ն է ենթակա վճարման, նաև այս գործողությունը հիմա ինչի համար արվում, որպեսզի մեր ավելորդ գրադրություն չանենք, որ հետո էլ ստիպված լինենք ավական կողմից զիջենք։ Այսինքն այս պարտքերը, որ հիմա գոյացել է բնակիչների վրա, դրա միակ զերծող ինստիտուտը ավականին, այսինքն որպեսզի ամեն տարի մենք չներկայացնենք ավականու զերծման, հիմա գործողությունն արվում է, մենք հասնում ենք 500 դրամի, բայց արդեն ոչ թե հնարավորություն եք տալի, որ բնակիչը ինքը ընտրի 500 դրամ թե 50 դրամ խորհրդանիշ, այլ եթե անցնում ենք հաշվիչները բնակավայրում տեղադրվում է ամբողջությամբ, արդեն անցնում է հաշվիչով ջրաչափերով հաշվառման 500 դրամ տնտեսությունը չի գործելու ավտոմատ, երբ որ այդ տնտեսությամբ տեղադրվեց ջրաչափը ավտոմատ կերպով արդեն կիլոմետր 50 դրամը աշխատելու է։ Մնացել են Այգեձոր, Չինարի, ուրեմն Ներքին Կարմիր, Այգեձոր, Չինարի, Ներքին Կարմիր բնակավայրերը, որոնց արմամբ գործընթացը չի մեկնարկել, Ներքին Կարմիրը, Չորական, նաև Մովսես, չէ, Մովսեսը արդեն մենք այն ցանցը, որ նորոգված է, դրա վրա տեղադրվում է, հետագայությամբ ամենքի միջոցներով տեղադրվում է։ Իսկ վերին Կարմիրը Չորաթանում արդեն հենց ուպենսիայի շրջանակներում պայմանագիր կարգով պատկերված կապալարներ, բայց աշխատանքներ դեռ չեն կատարվել։ Այսինքն մնացել է մի քանի բնակավայր, հուսով ենք եկող տարի ամբողջովին համայնքը անցնի արդեն ջրաչափով հաշվառման, որի արդյունքը անմիջապես նկատելի է։ Օրինակ Չինչինը մեծ տարի 150 ջրաչափերի համայնքի տեղադրեց, ու մի անգամից արդեն երևի 24 ժամ համարյա այս նվազ պայմանները համարյա 24 ժամ ժամանակահատվածում ունի, արդյունքը արդեն հայտնի։ Նպատակը ջրի ճիշտ կառավարումն է, ֆինանսական բան չկա, իսկ այս գործողության արդյունքը մեր ավելորդ, ոնց որ այդ վարչարությունը ավելորդ պարտք գոյացնելու զեղչելը տված է։ Ոնց որ երկրորդ հարցը շարունակվում մի անգամ ուստի ժամանակել ասացի, բայց էլ չփոխեցինք, այսինքն սկզբից երջենք, հետո գումարը որայինք, բայց նրանք հարցը ճիշտ ասած այս մասով լավ է, ես այդ դեպքում դեռ 2000 աշխատի շատ էլի 24000 տարվա համար, բայց այս մի հատ հարց է, որ համայնքում որ ներդրվում է ջրաչափերը։ Այդտեղ ներդրվում է այն դեպքում, երբ որ լրացուցիչներում արվել ջրի որակը փոխվել, բազան ասացվել, նոր ջրագիծ ասացվել, թե պայմանական բնակիչ կարող ասենք նստած ու պղտոր ջուր ստանա ու նորից մի փող վճարի։ Այս մասով պատասխանատվություն կրում է։ Ուրեմն գործունեության տալի, որ ամբողջովին կառուցված ժամանակակից օգտջներով, ներքին ցանցով շահգործելու դեպքում է, երբ որ համապատասխան մարմինի գալիս մշակում անը, չի համապատասխանում, անընդհատ համայնքի ղեկավարը այդ հարցով վարչական տուգանք է գնում, չէ՞, դες ոնց է, այսինքն եթե մենք տեղադրում ենք արդեն հաշվի շրիտավոր, նշանակում է թե համապատասխան որակի կոմունիկացիա կա։ Իսկ ջրի որակի հետ կապված, դա մի հատ ուրիշ ոլորտ է, մի հատ ուրիշ բացի տեխնիկական մասնագետներ եւ այլն եւ այլն։ Տեխնիկական մասով ասացին դրացուցիչներով պայմանական ինչ-որ մանուն որակով փոփոխություն են գանում նոր ջրաչափներ եղած գծերի վրա։ Մազերներ վերին կարմին ասեցին, վերին կարմին հսկայական աշխատանք է։ Վերին կարմին ներքին ցանցը լավն է։ Մեր բոլոր դերերը գրեթե ներքին ցանցը լավ վիճակում է։ Շատ չինտեղ է գա, որ ասում ահա որ է վիճակը, էլի։ Դա ստեղ չունենք։
Բայց անկախ ամեն ինչի ջրի ճիշտ կառավարման համար, եթե հնարավորություն ունի անգամ օրինակ չգիտեմ մի քիչ խնդիր կա, բայց կարանտի տա որ ջրաչափ տեղադրենք, այդ գործողությունը պետք է արվի, որտեղ ինքը այսօր էլ ապրում են բնակիչ է։ Իսկ ջրի որակի կառավարման խնդիրը դուրս խնդիրը այդ ուղղությամբ համագործակցությունն են մեր գործընկերների հետ, հասարակական կազմակերպությունների հետ կապված ֆորմալական հիմնադրամի հետ հետևությամբ, բայց մեզ պետք է մասնագետներ, ժամանակակից սարքեր, բավականին բաց ոլորտ, այդ ուղղությամբ աշխատում են, բայց Ամենօրյայի հետևողական աշխատանք է պահանջում, էլի ջուրելուսի բանա, որ անընդհատ պետք է հետևողական եթե բոլորից տեղեկացված լինես, անընդհատ պրոցեսի մեջ, անընդհատ պետք է նույնիսկ սպասարկման մասնագետները վերապատրաստում անցկացված լինեն, որնանյաններ են այդ գործը հասնեն առ Շնորհակալություն, եթե այլ հարցեր չկա, երրորդ ու չորրորդ միանգամից քվեարկենք, թե առանձին, ուրեմն երրորդ հարցի համար քվեարկեցինք սկզբից փոփոխություն կատարելու վերաբերյալ դեմ ձեռնպահ չունենք եւ չորրորդ հարցի վերաբերյալ շատ լավ, Բերդ համայնքի բնակիչները Մյուս հարցը նորից նախորդի հետ կապված անկերներ, ուրեմն 2025 թվականի ընթացքում կուտակված առանց ջրաչափ սոցմունքի վճարող յուրաքանչյուր աբոնենտի հաշվով ջրի վարձավճարների գումարներից զերծելանցական առավելագույնը 1500 դրամի չափ։ Այդ նույն Չէ, զորավարներից շատ լավ քվեարկեցինք շնորհակալություն վերջելու 5-րդ հարցը Ուրեմն հաջորդ հարցը Տավուշի դերթամայքի դեր բնակավայրերի բնակիչներին դիմել են դերթամայքապետարան, որ վճարել են իրենց կամ իրենց հարավների համար դրանց վաճառական անշարժույթների գույքի վարձավճարների հարկերի գծով առաջացած բարդքերը խնդրել են զերծել առաջացած տուժերը։ Ուրեմն Տավուշի մարզի դերթամայքապետարան դիմաց բնակիչների համար դրանց վաճառական անշարժույթերի գույքի վարձավճարների հարկերի գծով տրամադրել արտոնություններ համաձայն հավելված 1-ի, ուրեմն ստեղ ունենք ուրեմն ընկերներ հավելվածը անշարժ գույք 3 հոգի է, շարժական գույք 1 հոգի եւ հողի վարձակալության վճար 1 հոգի։ Կարող ծանոթանաք մարդիկ իրենց հարկերի գծով պարտականությունները կատարել են, խնդրում են որ դուրս տուգանքները զերծվի։ հավելված որնա 1 հավելվածը Արգելի ավակա Կարդամ թե պետք չի։ Չէ, պետք չի ըստ հարկատեսակների առանձին քվեարկենք թե միասնական։ Դե քվեարկեցինք դեպքում եթե հարցեր չկա։ Դեմ ձեռնպահ չունենք, շարունակեցինք Գերավանյան։ Ուրեմն հաջորդ հարցը վերաբերում է հավաքականներին, ուրեմն առաջարկում է հաստատել դերթամայքի հավաքական անդամի պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց ամսական դրամական փոխհատուցում ստանալու վերաբերյալ կարգը համաձայն հավելված 2-ի, ուրեմն հավելված 2-ով սահմանվում է, որ համայնքի հավաքական անդամը իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց իր ցանկությամբ եւ ապահովությամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորի ամենամսյա պատգամավորական ծախսերի մինչև 30%-ի չափով։ Դերթամայքի հավաքական անդամը ստանում է իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց ամսական դրամական փոխհատուցում, եթե առաջին մասնակցել է համայնքի հավաքական ու հերթական նիստերին եւ քվեարկություններին, ուրեմն մասնակցել է մշտական հանձնաժողովների նիստերին, ստորագրել իր կողմից կայացած որոշումները եւ նիստերի արձանագրությունները սահմանված ժամկետներով, յուրաքանչյուր
ամսվա մինչև 15-ը տեղեկատվություն աշխատակազմը փոխանցում է Անքարդետարանի ֆինանսատնտեսական եկամուտների հաշվառման եւ գնումների բաժին վճարումն իրականացնելու նպատակով հարցեր կա։ Ո՞վ է այս կարգը մշակել։ Կոնկրետ ես։ Այս կետերը բանը ինչ որ հստակ կարգավորից օգտվել ես թե կետերները։ Դե ասենք հավաքան անդամի պարտականությունները ըստ օրենքի, օրենքը ասենք մեր թիմ օրենքի ասենք ըստ թիմ օրենքում հավաքան անդամը ինչ պարտականություններ ունի։ Այդ պարտականությունների կատարման հետ կապված այդ փոխհատուցումը տրամադրվում է։ Փոխհատուցումը ամեն ամսա է։ Հա։ Արդեն ցուցակ ունեք ովքեր են ստանալու։ Չէ, դեռ Կանխատեսելի հաշվի առնելով պարտաճանաչ ներկայությունը։ Ինչ ես ծաղում կերս։ Ուզում եք դեմից սկսենք, ովքեր են դեմ։ Ես որոշ բանի փիչով բանավորված դա հարաբերության մասշտաբով բյուջեի նիստին գայիք չեմ հիշում արկել։ Ուրեմն մենք բյուջեի նիստով, համակարգի բյուջեի դրման նիստով սահմանել ենք համապատասխան ֆինանսական միջոցներ, որպեսզի աշխատողությունները դրանք ինչ-որ հրահանգ, ինչ-որ բան չենք ստացել։ Ուղղակի զուտ մարդկանորեն նաև որոշակի պահանջներ կա իրոք դրված հենց պարտականությունների մեջ, չէ՞, իմ օրենքով ավարտելու։ Ըստ որի ժամկետներ կա եւ այլն, այդ ամեն ինչը իհարկե բացեն կամավորություն հասարակական որ ավականին ունի ինքը իր մեջ կապված ամեն շատ սփռված համայնք ունեն, նաեւ այդ տեղաշարժ ամեն ինչը մի խոսքով իհարկե ծախսավ եւ հնարավորությունը բյուջեով ստեղծվեց ավականիներին համայնքը փոխհատուցեց ծախսը, որպեսզի առավել ակտիվ աշխատեն, ինչպես նաև նախընտրական շրջանները, առավել ակտիվ ինչու չէ մասնակցեն բնակավայրերում, հանդիպումների եւ այլն, ինչ որ չափով փոխհատուցված լինի այն ծախսը, որ ավականին իրականացնում է համայնքի համար պարտականությունները իրականացնելիս։ Որից է համատարած ինչ-որ տենդենս չկա, բայց բազմաթիվ բնակավայրերում, համայնքներում Նույնացի տարածքում չգիտեմ, երևի բոլորի մեջ այս ինստիտուտը ներդրված է եւ մենք վերջինն ենք, որ անցնում ենք սրանք կան, Չէ, շատ չեն ներառված, բայց կան, համայնքներ կան, որտեղ մոտիվացիայի համար։ Մենք նոյեմբերյան հետ կոնտակտել ենք, իրանք շատ շուտ բանացում են այս ինստիտուտը ներդրած, ինչքան գիտեմ, բայց կա, դիվիզիոնի ջմանը Համայնքի ավականի մնացած անդամները կիմանան իրենց գործընկերոջ աշխատավարձի տրամադրման մասին։ Եթե նիստին ներկա է, Հա, նիստը քննարկվում է, նիստը իրականացրել է, արդեն տրամաբանում են կարող, ու եթե ինքը կամավոր չի հրաժարվել այդ ամեն ինչից, տրամաբանում են կարող ենթադրենք, որ այս փոխհատուցումը Եթե հրաժարվեն, նա պետք է հրաժարվի նիստում։ Եթե նիստ քննարկման եք դնելու, չէ՞։ Հիմա դեր դրած է իր կամքով, չէ՞։ Իր ավականու որոշմամբ, ավականն իր նախնական որոշում ունի։ Ավականին պիտի Ավականու որոշումը վերաբերում ոչ թե ամեն ամսյա որոշումը կայացնելու, որ այս վճարումը իրականացվի, հիմա կայացվեց, սրա հիմա վրա։ Հիմա փետրվարին մենք էր Սաֆարյանին հատկացրեք, ես կիմանամ այդ մասին։ Այս շարֆարը զասի է։ Այդպես ալինել, ուղղակի լավն եմ ուզում հասկանամ, մի րոպե։ Դե եթե ստեղ անձնական տվյալների դաշտն են մտնում։ Հա, այսինքն մենք չենք կարող իմանալ, թե մյուս ստացելա թե չէ։ Բայց դուք կարող ծանոթանաք այդ փաստաթղթին, եթե համապատասխան որոշում կայացվի, ցուցահանդեսի կողմից ովքեր իրավասական ինֆորմացիան տան։ Առաջին հերթին երևի այդ ավականու կողմից։ Մենք կայացնենք, եթե հոտողություն կլինի, օրինակ տարեվերջին այս ամեն ինչը հրապարակել կամ տրամադրել, չգիտեմ, գոնե ավականու ինչ-որ նիստ արվի, տանենք
Հանդես գործիներ, կարծում եմ որոշ բան չի, հավաքան ստացած, հավաքանես սրահին ստացած բաները, որպես հայտարարական իրող անձիկ հայտարարվել են, որ շարունով կերել, բայց ինձ ավելի շատ անանց ստացած տոկոսի չափը, ինչ-որ բազային ասիք, եթե ես 4 քայլով հավաքանի իրապարտականությունների կատարական 3 քայլով կատարելա, այսինքն նրա ստանդարտի հանդեպ որոշված 30%-ի չափը եւ արձակվել է, թե ստիգնել է կատարված աշխատանքի ոնց է դրա մասը։ Չէ, Լինելու է ստանդարտը։ լինելու է ստանդարտ, այս գործողությունները իրականացնելու պարագայում ամբողջը վճարել է, գնալու ունեցել ենք, որպեսզի մենք ավելորդ ամեն ինչ չսարքենք բյուրոկրատական քաշշուկ մեր հավաքանիներին ավելորդ չծանրաբեռնեն, չգիտեմ, հավաստող փաստաթղթեր, ըստեղ ես արել, ընդեղ ես արել, ըստեղ չգիտեմ, այս հանդիպումն ա եղել, մենք որոշեցինք հենց գնանք մենակ այն լիազորություն, պարտավորություն, որ ունի, այդ օրենքից վերցնենք հիմնական տարերը, ու դա բանականներ չի, եթե հավաքանին ինքը իր նիստին ներկայացավ, մասնակցեց քվեարկություններին, այդ ամեն ինչը արդեն ինքը որոշակի աշխատանքի իրականացնի դրսում չի կարող, մենակ այդ օրով սահմանափակվել, այս ամեն ինչը կենթադրի, որ հավաքանին ակտիվանա է բնակիչների հետ շփումներում, բնակավայրեր այցելություններում, դրա համար այս ձևաչափն են գտնել, որպեսզի ավելորդ հավաքանիներին չգցենք քաշքշուկների մեջ։ Ընդունման ակտ կամ, չգիտեմ, հաճական բնակավայրից դուրս ամենաապես բաներ թիմած չկա, Մոտեցումը ստանդարտ լինելը ավելի աջեշտ էլի։ Ստանդարտ մոտեցումը ստանդարտներ ինֆորմացիա տրամադրելու աշխատանքազման ըստեղ համայնքի ղեկավարի հետ կապացել չկա միջապես աշխատանքազմը տեղեկատվությունը ներկայացնելն է սակայն բաժի, որպեսզի այս հավաքանիների մեջ այս հավասարությունները չխախտեն։ Եթե քննարկման այլ չունենք, տեսակետ ուրեմն քվեարկեցինք կողմ դեմ ձեռնպահ շնորհակալություն հաջորդ դարձան Ավելի հավաքաներ Հարկաշնության բաժին հորով հարցերը քննարկելա զնաժողում դրական կարծիքակազմում հաջորդ ներկայացված բոլոր ֆորմատները անկախ լիցենզավորված հիմնարկի կողմից ևս կնամապրալավ ներկայացվում 7-րդ Խավուշի մարզի Բերդանանքի սեփականություն հանդիսացող ճաշարան դեպքով ամասովարն եմ ամբողջ գրեքներով նոտարելու մասին Խավուշի մարզի Բերդանանքի բևեն կամ իրախբի գլխավոր 3 հասցեն ճաշարան գտնվող 34 քառակուսի արտաքին մակերեսով 215 մակերեսով ներքնչապերով ճաշարանը և ծածկը 1,366,000 դրամ արժեքով և դրա պահպանման սպասարկման տարածքը 426 քառակուսի 92,892 դրամ ուղղակի վաճառքով ուտարել Արմեն Գրմանվելը Գրիգորյանը խոսքը մեզ բոլորիս հայտնի հայքի տարածքն ալոճի կողքեր Ես մի տարուկես անչարչարով եմ երկնավորային խնդիրները վկայական հանրենք համանքի նախապատվության իրավունքով որպես սեփականատերեր իրանց Իրանք միջև այդ չեն ունեցել, 50 գրանցը ինքնական շինություն բայց քանի տարբերություն Ես բաժնում եմ 23 տվեց ովքեր են կողմ դեմ ձեռնպահ
շնորհակալություն ենք հաջորդ հարցը 8-րդ։ 8-րդ հարցը նորամասական նշանակությամբ 11.61.207 ծածկաբար 5016 քառակուսի մակերեսով արագով մուծակայցակողոցակալություն տրամադրելու մասին։ Տան համաձայնություն 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել կալուց շիմաց բերթամակվեր ընկալների վարչական սահմանում գտնվող ներկայացված ծածկաբարով զրահ ողջին գույք 16 մակերեսով վարելահով սահմանել ներկայացված մակերեսով վարելահով տարեկան վարձակալության մեկնարկային գինը 30,000 դրամ։ Ուրեմն վարելահով վերի կարմերի բնակի չխարասնի վերի կարմերի դիմելա խնդրումա Ընդերի բնակիչ է գյուղի։ Վախեք 5 տարի տալի նորից։ 5 տարի միշտ տալիս։ Վայդահով է, եթե մշակ կմա։ 5 տարի։ 25 տան Որ որոշեցինք էլի, որ 5 տարի մոնիտորինգ անենք։ Ինչպես Վաղարշակ, նախապայմանը հետը տալիս եք էլի։ Կարող մի ոչ մի բան չանդրով կարա էր աշխավորած լիզոնը մի քիչ ավելացնենք, կամ կարող այգի սարքի դրա պարտավորացնենք դու մի այգի ոչ արդինակ, մի վարելահոր ու չարով դրա։ Կարող ուզեք պարշրի տանը կիչեցնեք 5 տարի հետո ինչ կարան ասում քիչ ցանկանում Եթե չմնանք խնդիր ունեցանք, չեն ավելի։ Քվեարկեցինք, ովքեր են կողմ։ Դեմ ձեռնպահ շարունակեցինք։ Մեզ պայմանից ոչ մի անգամ դուրս չի եկել։ Հարց համարին Հայաստան Հանրապետության վարձակալություն տարած տրամադրելու մասին։ Ուրեմն տան համաձայնությունը նոյեմբերի 5-ին գտնվող վարչական շենքից 46.06 թվով մակերեսով 4-րդ թարիքի համար 23 համար 24 համար 25 սենյակները Հայաստան Հանրապետությանը վիճակագրական կոմիտեի աշխատանքներ իրականացնելու համար 02-06-23 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը 3 տարի ժամկետով երկարաձգելու համար 31-12-25 թվականից մինչև 31-12-21 թվականը վարձավճարը հաշվարկել 1 քառակուսի մետրի համար 500 դրամ, ամսական 23,000 եվրո, տարեկան 27,000 76,360 Խոսքը մեր շենքի 4-րդ թարիքի վիճակագրական վարչության պայմանագիրը լրացել է, դիմել են նույն պայմաններով 500 դրամով 3 տարի ժամկետն էլ իրանց դիմում համաձայն է։ Փոփոխություն չեն կարել վարձավճարի վրա։ Եթե ուզում եք կարել։ Չէ, միաժամանակ կարգել։ Նույն պայմաններով ոնց որ նախկին հարյարել, Քվեարկեցինք, կողմ։ Դեմ ձեռնպահ 10-րդ։ Հարց համար 10 գյուղատնտեսական նպատակային նշանակության 11.061 ծածկագրով 1 հեկտար 64-84 համակերեսով օղանասաջուր թողով տարելու համար տալ համաձայնություն տալու շիմաց բերթամային գյուղերի կարմիրախբյուր համայնքային սրբականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության խոթարքը 1 հեկտար 6484 մակերեսով աճուրդ թողով տարելու համար մեկնարկային գինի սահմանը 3,990,000 դրամ ուժի կորցրած ճանաչել Բերդ համայնքի հավաքանու 17 ապրիլի 25 թվականի 141 որոշումը։ Երրորդ հարցում ուժի կորցրած ենք ճանաչում ուրեմն նախկինում տեսնուն հարցը դրել ենք դրական եզրակացություն 1 միլիոն դրամով։ Սակայն շուկայական եւ կառավարության առաջարկով պիտի շուկայական գրանցեինք գնահատել ենք ստացվել 3,990,000 Գազի զապարանքն անցնում է ծախ, որոնք ոչ անտառապատ տարածք։ Ապրիլի 17-ին որ որոշել եք, կներեք կերսական, մենք աճուրդը գրել ենք այդ դրանց Չէ, որ աճուրդը դրանց մոզանքելեցին, ասեցին չդնենք,
Միջև անորոշումի հուլիսին թույլատրել են, որ գնահատում ով դնենք։ Որ միջև է խենք ձգել։ Խենք Դե ձգել։ միջև գնահատել են, միջև մրցում։ Տեխնիկական։ Կնորդ չկա։ Թե տեղերս բաց չկա։ Դե չի կմասնակցի, թե չէ տեղեկացված ենք։ Հա։ Եթե ավարտեցիք ընկեր ավալյան քվյարկենք։ Քվյարկենք հոտ։ Կողմ։ Դեմ, ձեռնպահ, չունենք շարունակեցիք, 11-ը։ Հարց համար 11-ը տալուշ յուղնշանակության 11 զրայել կողար 15 երեք ծասկարել է 2306 մետր մակերեսը հողամասաճուս թողոտարով համար տալ համաձայնություն տալուշ իմազբեր համարը Քարը բերթամակային սեպականություն հանդիսացող յուղնշանակության խոթարքը ներկայացված մակերեսը հաճուր թողոտարել համար մեկնարկային գինս համարը 940,000 ուժի գործրավ ճանաչել բերթամանքի ավական 13 փետրվար 25 թվականի 10 որոշումը ներկայացված որոշումը ձևը ամեն գնահատած է Մենք էլ ենք կադաստրային արժեք ծեր անգամ ենք գնահատել, բայց դե նա շուկայականը ավելի թամ։ Քվյարկեցինք, կողմ, դեմ, ձեռնպահ, չունենք շարունակեցինք 12-ը։ 12-ը ուրեմն այգեձոր վարչական տարածքում վարչակալությունը յուղնշանակության 19-10 275-ի 15 ծածկագրով 5824 մակերես հովարելով ունեցույթային կարգով վարչակալության տրամադրելու Տալ համաձայնություն 25 տարի ժամկետով տրամադրել այգեձոր վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 11,010,275-ի 15 ծածկագրով 5824 մակերես հովարելով գյուղատնտեսական գործունեության իրականացման համար մեկնարկային գինը սահմանը տարեկան մեկ վարձավճարը 16,000 դրամ։ Այգեձոր գյուղը բնակչու հիվանդինել հաստացը երևի ինքը հիմա մշակում այս գիտեք նախկինը 3 տարով տված են եղել պայմանագրերը ծնացել այն օրենք թույլ չեն վախտել չթույլ տվել խոթարկն են իրավունքունեցել պրոստը հիմա արդեն արտավորեցնում են որ վկայականները լինի նոտարական հաստատումով Որ հազվազվան չգիտեմ համայնքի ղեկավարի հետ չափագրել են իրավունք համաձայնեցում չափագրման վրա հաստատված եղել մենք էլ ընթացք ենք տվել Հա? Ոսի չի ուզում անում, թե վարչական Դե իրավ չի կարամ, հանը չեմ անում, մտեց Հենց վարչում է, Քվյարկեցինք, կողմ, դեմ, ձեռնպահ, հաջորդը։ Հարց համար 13-20 Հայաստանի Հանրապետության Տավուշի վարզի բերթամանքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի վարզի բերթամանքի գլխավոր հատակագիծը համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում համաձայն հավելվածները և քայլերտրոնային կրիչների վրա գլխավոր հատակագծով սահմանված հողամասերի նպատակային կամ քաղաքաշինական նպատակային համարել փոխված Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ մասի պահանջների պայմանով և նրան կառուցված փոլային համաձայն ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգոնների առավել իրականացման համապատասխան հերթականություն Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդված 14-37 մասերի համապատասխան հողամաս նպատակային նշանակության պետական վերանցում ստանալուց հետո ընդգրկելով այն ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում հաշվեկշվում և ախտացվել են ամենքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզը ուժի գործարար ճանաչել 23-18 թվականի 43 որոշում
Ուրեմն սա մեր համայնք ամենագլխավոր հաստատել լավ որ ավականին այսինքն կառավարությունը հաստատել է միջգերատեսչական հանձնաժողովներով հաստատել է 17 թվականին 18 թվականին հուլիսին հանձնել են համայնքին համայնքը ներկայացրել է ավականին նույն այս տեքստում հաստատել է ուրեմն տարածքային կառավարման ջրօգտակարությունների նախարարի առաջարկությամբ պետք է ինքը անհատակ ակտ պետք է կիրառվել նորմատիվ ակտ այսինքն մենք ոչ մի բան չենք փոխում մեր նույն 18 թվի որոշումն է просто անհատակ ակտի տերը դառնում է նորմատիվ ակտ նորմատիվ իրավական ակտ Եթե հարցեր չկան, քվեարկեցինք։ Կողմ։ Դեմ։ Ձեռնապահ։ 14-րդ։ Անատոլիա Սերոժը աշխարհս հայց Հովակիմյան սեփականություն հանդիսած ողջունել կարուսապատ համովանասն լայն համապատակով ուղղակի վաճառքով հողամասը տարելու մասին Տան համաձայնություն բերք համայնքի բերք քաղաքի Մաշտոցի 150 գտնվող Անատոլիա Սերոժը Հովակիմյան սեփականություն հանդիսած 850 համակերեսով բնակել կարուսապատման հողամասին լայն համապատակով 17 քառակուսի հողամաս Աստղարը մեկը դրոտ հասցեն կարուսապատման 5 հողամաս 51,000 Հրհադրամ արժեքը ուղղակի վաճառքի ձևով օտարած Անատոլիա Սերոժը Հովակիմյանին հաշվառնով որ մրցաթային կարգով օտարելու դեպքում նա առաջացնի սերվիտուտ նպատակարարը հողամասը օտարել ընդլայնման եղանակով Դրամը քաղաքացու հողամասն վաստացի հեսորել Իրանն Քարտեզագրման աշխատանքները ժամանակ տարզվելա որ Իրանն վանա Սխալկա Այդ որ մասում ավ Մաշտոց քաղաքի Մեր տներից երկու տնդերք են, իրան վարորդնա 64 թվից այդ վարորդը կան մնացա դրա հետ տերնում Ինքը ուղա տնասական հաճուվ տվեկարը հնարավոր չի կանով, որ ինչ որ մեկա արներ մարտիրատուն չի մտվի Սերվիտուտով անարվել ասին համատեղոտավոր Քվեարկեցինք։ Կողմ։ Դեմ ձեռնապահ չկա 15-ով Գյուղատնտեսական նպատակների նշանակության 11 զորակներ բար 37 Հայաստանի ծածկագրով 1352 մակերեսով հողամասը հաջող թողոքարելու մասին Տան համաձայնություն տալուշ իմացբերդ համայնք, կարագ բերդ համայնքների սեփականություն հանդիսացող նշանակության վարելավ գործառնական նշանակության Զորան ոչ 1392 համակերեսով 237 ծածկագրով հողամասը հաջող թողոքարելու նշանակական գինս ամանը 580,000 դրամ Էլի վարելավ բերդ համայնքի տարածքում Գնահատվել է գնահատողի կողմից Այդ որ մասում ավ դաղաշակ Բանը, որ Գյորգի նախբյուրի վրայից նմաս թեք տեղ կաչ օգտագործվում քարտեզում վարելավ բայց փաստած սկիարով իմարել շպիտան Բայց սա խմից կապ չունի Մարդիկ դիմել են Նախագիծ նովա պատրաստել Ես Ձեր ազգանն է Չեղազել եմ էլ աշխատակազ Հա Մակրշնության բանին աշխատակազ Եվ ավանց Քվեարկեցինք։ Կողմ։ Դեմ ձեռնապահ 16-ով Բնակավայրերը բնակելի կառուցապատման 263 քառակուսի համակերեսը հողամաս հաջող թողոքարելու մասին
Տալ համաձայնություն Բերթամանքի, տալ համաձայնություն Տավուշիմաց Բերթամանք արարվեց Թումանյան փողոց 15 գրով մեկ հասցում գտնվող 11.02.083 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրեր և նպատական նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության ներկա 63 հողամաս հաջորդ թողոտարելու համար մեկնարկային գինը սահմանել 720,000 դրամ։ Ինչ թանկանոց տարածքա։ Ես բանա ճանապարհի եզրին կոմունալով մտնում եք են պավարոտ տալաչի վրա լիցք հարած հողամասը, թանկ չի, իրա կադաստրային արժեքը, հանդը թանկ են գնահատում։ Իրա կադաստրային արժեքը 400,000 դրամ։ Որ մասում է։ Ոնց ասեմ, գերեզմաններից ոսոքով ծաչի վրա գնում եք ավարոտ տավին դեր մի հենա պատկատարատուշն լայնացում արած տարած։ Քվեարկեցինք կողմ, դեմ ձեռնպահ, շարունակեցինք։ 17-րդ հարց գյուղատնտեսական նշանակության 19-60-20 ծածկագրով մակերեսով բարևար մրցութային կարգով արձակալության տրամադրելու համար տալ համաձայնություն 25 տարի ժամկետով արձակալության տրամադրել Տավուշիմաց Բերթաման գյուղատնտեսական գյուղաճական սահմանում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղնշանակության ներկայացված ծածկագրով 5 հեկտար համակերեսով արելով գործունեություն իրականացնելու համար սահմանել տարեկան վարձավճարը 100,000 դրամ։ Ուրեմն էլի բանը արտերի տակ այլից որոնի պակասող մասը իրանց նաև պայմանագիր հասարակվարած վաշուկ ամրացը։ Ուզում ենք իրավական դաշիններ ենք դիմյանան արտավորեցրել են տարական հաստատումով։ Դրամա, տարեկան ամսավորը, տարեկան վարձավճարը 1 մետր քառակուսի վարելը հողված ցածր որակի ոչ ջրովի հանրոտ ջրով արտեպական։ Որ մասում է։ Վարագամը տարածք։ Քվեարկեցինք կողմ, դեմ 18-րդ հարցը դելին տարածքում այլ հանդամասում այլ վարագավանում տալ համաձայնություն 25 ժամկետով վարձակալությամբ տրամադրել Տավուշիմաց վարագավանի գյուղաճական սահմաններում գտնվող 120-24 ծածկագրով 2.5 հեկտար մակերեսով վարելա հողը։ Տարեկան վարձավճարը մեկնարկային գին սահմանը 60,000 դրամ։ Նալի հարվի սպորեն նմար։ քվեարկեցինք կողմ, դեմ ձեռնպահ, շարունակեցինք։ 15 Գյուղատնտեսական նշանակություն 11-049-092-0087 ծածկագրով 28-915 համակերեսով վարելավ մոծիկային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին տալ համաձայնություն 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել Բերթամանք ներքին կարմիր գյուղ վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ներկայացված ծածկագրով 2.891 քառակուսի մակերեսով վարելա հողը պայմանավորը տարեկան վարձավճարի մեկնարկային գին սահմանը 90,000 դրամ։ Ներքին կարմիր գյուղը բնակիչ չադիմովի անտան կողքի այնքը մշակում նաև քվեարկեցինք կողմ, դեմ ձեռնպահ, 20-րդ 20-րդ հարցում վերնագրումսան վաստողնա տեխնիկական ներքև հարցերում ճիշտ է գրած։ Ուրեմն Արմենը Դիկի Քոսակյանը սեփականություն հանդիսացող 238-23 ծածկագրով հողամաս նպատակային նշանակությունը փոխելու համար։ Կապրես հակառակ։ Հաստատել Արմենը Դիկի Քոսակյանը Վերմագիր ուրիշ բան եք գրել։ Վերնագիրն մարմնազգան տեխնիկական սխալաբաց հարցերում ճիշտ է գրած 1, 2, 3
Ուզում եմ Մի Արսենն է, թե Արմենը։ խոսակյան արժան։ Եթե հարցեր չկա, քվարկի։ Բանը չներկայացնեմ հաց, սլուչանց։ Ուրեմն, իրեն սեփականության հողամասունի դիմել է սահմանված կարգով ճարտարապետական առաջարկով գյուղարտադրական գործունեություն ծավալելու համար։ Համայնքի ավականներին համաձայն հողային օրենսգրքի 7 և 9-րդ հոդվածով իրանց որոշումը եթե բոլոր պահանջները կան չանան կարա նպատակային նշանակությունը փոխել։ Մի հարցը հյուսումն է համաձայնություն տակ հողամասը նպատակային, բայց սա միայն վերաբերում է գյուղարտադրական։ Պարզ սարմարը խոտի չորանցնելու տեղ։ Վերջը Իրան վարելավ հողը փոխում են շինարարության։ Իհարկեցինք կողմ։ Բեմ ձեռնպահ շարունակությունը 21։ 21-ը գյուղնշանակության 11-010-0-284-0-16 ծածկագրով 0-17-672 մակերեսով վարելավող չի հնդավորա տեխնիկական աշխատական զմեսխալնա հնդավոր այգի է մրցույթային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին տալ համաձայնություն 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել Պարուշի մարզի Բերդ համայնքի այգի Ձորգյուղի վարչական սահմանում գտնվող 1767 համակերեսով հնդավորը գյուղգործունեություն իրականացնելու նպատակով սահմանը 6000 դրամ մեկնարկային գին։ Ներկայումս ցանկապատած թուզն է երևի կարալով չէ դիմել է իրական Քրիստոսով չիրեմ ողավ, ասկազալի համագեվացնի հարցը մոտ առաջին հետևյալ։ Ես մարդը ցանկապատ է այլ ներդրել չի նրանքան վաճառքան իրան դիմում այս ինքը ուզի կարողանաց է ինքը դիմել է ես ասում չէ վաճառության Վարձածանք է դուք ենք, քվյարկեցինք կողմ, դեմ ձեռնպահ, շարունակեցինք։ Երբ որ դարձնու այդ նույն տարածքը մարդն տարածք ավելի մեծ, էլի նույն մարդուն։ Ծածկագը 384-17-22 հաց։ Քվյարկեցինք կողմ, Չէ, սպասը։ հարցը չկա։ Իրեք դրան։ Orta 50,000 են մի Այդ երկու դրամներ են ստի։ Քվյարկեցինք կողմ, դեմ ձեռնպահ, հաջորդը։ Հարցամա 23 Ալ համաձայնություն Տավուշի մարզպետարան յուր տարավակ 22 փողոց առաջ կապելու 1 հողամասացություն վերանվող 54-103-029 ծածկագրով համայնքային սեփականության հանդիսացող բնակավայրերի
նպատական նշանակության դրանքի կառուցապատման գործառնական նշանակության ուղղամասը օգտագործելու համար մեկնական գլի սահմանը 1.690,000 դրամ։ Ուրեմն էլի քաղաքացի է դիմել, Պարոնոքը տարածքին չափագրել, համանքի ղեկավարի հետ չափագրում հաստատել։ Ներկայացել են գնահատման 1.690,000 դրամ գնահատել։ Այս կադաստրային արժեքը մոտավոր 130,000 դրամ։ Եթե հարցեր չկան, հրաժարվենք։ Կողմ դեմ ձեռնպահ չունենք, հաջորդը Համար 24-ը գյուղնշանակության ծածկագրով 15.046 ծածկագրով 0.66 համակարգի բարելավման մոծիկային կարգով արտակալության տրամադրել Մասը տալ համաձայնություն 25 տարի ժամկետով արտակալության տրամադրել Լավ գյուղի վարչական սահմաններում գտնվող 11.046 0.16 ծածկագրով 0.66 համակերեսով բարելավը գյուղգործնություն իրականացնելու համար Բարեկավարչարը սահմանը 10,000 դրամ վարձակալություն բարելավի Լավորի բնակավարի հողանախտում քաղաքացի եղել Շատ մաֆրիկանի չեղել դերերս 10 տարի առաջ համայնքային չանաչվել հիմա վարձակալության հարցեր չկան, տվյարկեցին կողմ դեմ ձեռնպահ չունենք 25-ը Մեր համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Քաուշ Նազարեթ համայնք քաղաք դեր Մորսես Խորամանց ու Պողոս 71-26 գտնվող 29.5 քառակուսի մակերեսով արտաքին չափերով եւ 19.84 քառակուսի մակերեսով վերջին չափերով տոնակը 43,330 դրամ եւ դրա սպասարկման տարածքը 41 քառակուս 120,698 դրամ կադաստրային արժեքը ուղղակի վաճառքի ձև օտարանայի Տետիկի Քոսակյանն այստեղ մաբերնագրում ճիշտ տալ մանա սխալ եմ արել Բաղդասարյան թե Քոսակյան Քոսակյան վերնագրում ճիշտ տալ Որոշ բաները ոնց շատ է արագացրել Ինչա հարցեր չկան, ընկերներ ուրեմն քվեարկեցին կողմ դեմ ձեռնպահ չկան եւ հաջորդ հարցն համակարգում Ուրեմն հարցը պես Չեզի մի հարցարկենա Ուրեմն հաջորդ հարցը վերաբերում է մասնակցային բյուջետավորման գործընթացի Ուրեմն հիմք ընդունելով տեղական ինքնակառավարման մասին օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի 14-րդ կետը վերջի եւ արձանելով համայնքի ղեկավարի առաջարկությունը առաջարկում է Բերդ համայնքում սկսել մասնակցային բյուջետավորման գործընթաց Բերդ համայնքի 2026 թվականի բյուջեում հատկացնել մինչև 10 միլիոն դրամ գումար 26 թվականի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով յուրաքանչյուր առաջարկ նախագծի իրականացման համար սահմանել առավելագույն սահմանաչափ 48 միլիոն դրամ Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաչափը համաձայն հավելվածը չենք ներկայացրել, բայց ձևաչափ կա, հատուկ հավելվածի ձև կա Սահմանել, որ քվեարկության մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն 1%-ի կողմ ձայների դեպքում առաջարկ նախագիծը համարում է հաղթած Առաջարկող հայտերը պետք է համապատասխանեն մասնակցային բյուջետավորման ծրագրի նպատակների Համայնքի ղեկավարի սույն որոշման առաջին կետում սահմանված գործընթացը որպես ծրագրային բաղադրիչ ներառյալ համայնքի 26 թվականի միջնաժամ կենցաղսային ծրագրերում տարեկան աշխատանքային պլանում եւ բյուջեում համայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ստեղծված առաջարկները ներկայացնել ավականուն իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ Ուրեմն ընկեր Պապյան դուք կներկայացնեք երևի Հարցի հրատապությունը, որ ներկայացրեց կապված
ծրագրի պահանջներ, որ մենք պետք է 25 թվականը ունենանք ավականու կողմից հաստատված դրամավորոշում, որտեղ կարողանանք 26 թվականի մասնակցեն բյուջետավորմանը։ Ընդհանուր առմամբ ծրագիրը հավելյալ ֆինանսական միջոցներ ներգրավելու հնարավորություն է համայնքի համար։ Հատուկ սահմանված ձև կա ծրագրաշրջանակում, որի արդյունքում ճանապարհությունը հաշվարկվել է հատուկ սահմանված ձև կա, որով կառավարությունը սահմանվել է այն բնակավայրերի հատկացվող գումարի չափը, որը ոչ ցանկություն են հայտնել մասնակցային բյուջետավորման ծրագրին։ Սա հատկապես ավականիների ինստիտուտներ ամենին շատ մեծ ունեն, քանի որ ինքը ամբողջովին բնակիչների հետ է կապված ու սրա իրազեկումը տեղեկատվության տարածումը շատ կարևոր է, որ լայն ապրի, որպեսզի ծրագրերի ինքնությունը ճիշտ կատարվի։ Այդ բանաձևի արդյունքում համայնքին տրամադրվում է բերդ համայնքին հնարավորություն իրականացնելու 38 միլիոն դրամի ծրագիր, ոչ թե 38 միլիոն դրամի ծրագիր, այդ ծրագրի պահանջներից մեկը նաև այն է, որ 20% ներդրում պետք է իրականացնի համայնքը։ Ու այդ որոշմամբ կառավարությունը համայնքին հնարավորություն է տալի իրականացնել 38 միլիոն դրամի կողմից ներդրման ծրագրեր, այսինքն 38 միլիոն դրամ, դրան հետ գումարած 38-ի հաշվարկով 20% գալիս է մոտ 48 միլիոն դրամ պետք է անդի մեր ծրագրային առաջարկը, այսինքն մենք հնարավորություն ունենք այդքանի դիմելու ծրագրեր իրականացնելու։ Դա կարող է մեծ, կարող է մի քանի ծրագրեր, ինքը սուբվենցիայի տեսակ է, իրականացվում է կառավարության համաֆինանսավորման, մեր հնարավորությունը 38 միլիոն դրամ ներդրում բերելն է, բայց ցանկացած ծրագրի մեջ 20% մինիմում մենք պետք է ներդրում անենք, որ գումարում ես դառնում է գումարային 48 միլիոն։ Ծրագրերը պետք է միջ օրս համայնքի կողմից հաստատված չլինեն, որևիցե դեր պետք է բացած չլինեն։ Այսինքն ինքը պետք է լինի նոր, պետք է ներկայացվի բնակիչների կողմից, կազմակերպի, կարելի ընդեր համաձայն հավելվածների կարգը գոյություն ունի այդ օրենքի կարգի համաձայն ամբողջ գործընթացը պետք է կազմակերպի մասնակցային քվեարկությանը վաստորեն ընտրվելու է մեր ընտրության իրավունք ունեցող անձանց 8%-ը պետք է ծրագրին կողմ քվեարկի քվեարկություն պետք է կազմակերպի մի խոսքով բավականին գումարն է հետաքրքիր նաև աշխատատար պրոցեսը, որի մեջ որ տարբեր ծրագրեր իրականացնելու համար Իսկ 20%-ը խոսքը վերաբերում է այդպես 38-20%։ Մենք մեր ներդրումը համայնքի ելնելու է 10 միլիոն, կառավարությունը 38 տալիս է մասնակցային բյուջետավորում իրականացնելու համար։ Այդ 48 կարող լինի օրինակ 4 ծրագիր, կարող լինի մի հատ մեկ ծրագիր։ Դա կապված արդեն սահմանված կարգով ծրագիրը պետք է գոյանա, հետո դառնա արդեն հաշվարկված, իր թիմով ամեն ինչով, ոնց որ ծրագրային հաշվերն են կազմում, գնահատում է դրական, համապատասխան ճանապարհով անցա գնահատված դրական համայնքի իրականացնելու է, բայց ամենակարևորը, որ այդ ամբողջ պլանավորումը բնակիչը պետք է անի իր քվեարկությամբ, իր մասնակցությամբ։ Այստեղ համայնքը ընդհանրապես ներդրում է անելու 20% ու ավելի։ Մնում է ավականին ներկայացնի համայնքի բնակիչներին, որ շատ լավ համայնքը 10%-ները Չէ, հիմա մենք կպլանավորենք այդ խնդիրը 10 միլիոն դրամը հենց դրա համար արդեն որ ստեղ հաստատվի, մենք այդ 10 միլիոն դրամը պետք է մեր ծախսայի մասով պլանավորենք։ Այսինքն մենք ունենք արդեն պլանավորած ընթացիկ տարբեր ծրագրերի հիմա, սրա համար այդքանը պակասացնելու ենք, բայց իրականում 5 անգամ ավելացնելու։ շատ համայնքներ այս process-ի միջով անցել են, մենք դեպի քայլը առաջադեմ համայնք ունենալու։ Իսկ թվում է սա ավելի Կեսակայան դե կարա դառնի 45 միլիոն, ծառնիչահանաշատը 48 միլիոն։ Դες իձգնենք մաքսիմումով ապահով ենք ամբողջ այդ հնարավորությունը 30 միլիոնի դեր։ Եթե Ահա, ես դու իրենք 410 միլիոն ունի, մի հատ 9 միլիոն դա ձեր է։ Դա հրատապություն է դա, որ մենք այս տարի ունենանք դրական հաստատված, որ 26-ին մասնակցում ընդունում ենք այդ առաջարկը։ քվեարկեցինք, ովքեր են կողմ։
Դեմ ձեռնպատ չունենք եւ վերջին հարցը շնորհակալություն Կերպապյան ներկայացնելու եւ վերջին հարցը Տավուշի մարզի վերթամայնքի հավաքանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստի գումարման օր եւ ժամ սահմանել 26 թվականի փետրվարի 10-ը ժամը 14:00 ժամի համար ինձ թվում է եթե դեմ չեք 14 հա ժամ 2-ը հարմար է թե նորից 4-ը Նշվի 4 հարմար չկա ուրեմն նշեցինք ժամը 16:00 Ես դե շնորհակալություն այսքանով ավարտեցինք այս տարվա նստաշրջանը ինչու՞ կողմ դեմ ձեռնպատ չունենք նորից շնորհակալություն Տարվա քննաջան աշխատանքի համար թող խաղաղությամբ դիմավոր ենք անցկացնենք 2026 թվականը ու համայնքի համար շատ բարենպաստ ու լավ տարի լինի, ոչ միայն համայնքի Հայաստանի համար։ Ու ձեր ընտանիքներում իշխի սերը, երջանկությունը, ուրախությունը ու համախմբված լինենք, պետքանը, եթե ցանկացողներ կան ավականին թող արտահայտվի համայնքի կողմից այս փոքր փաթեթները ձեզ նոր տարվա կապակցությամբ ընկերներ, հուսով եմ մյուս տարի ավելի շատ հանդիպումներ կունենանք, ավելի շատ կաշխատենք իրար հետ, մոտիվացիան լավ կանդրադառնա բոլորիս։ Շնորհակալություն։